Ամեն օր դուրս եմ գալիս շենքի մուտքի մոտ, տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ծխել է լանակակցել է։ Ինչ է մտածում այդ մարդը։ Որովհետև դե մեր երեխան եթե աղջիկա պրինցեսա է, եթե տղա է թագավոր է։ Ոնց կարող է պատահի մեր երեխան դասարանը մաքրի։ Դու ազատ ես ընտրել նույնիսկ քո Սերը։ Հանում ես այդ արժեքը եւ ամբողջ համակարգը փլուզում է։ Խնդրում եմ այդ կլիշեները մի քանիսը նշեք, որոնք շատ վտանգավոր են։ Եթե մենք ունենք հասարակություն, որտեղ օրենքը կամ էլ կարևոր չի, ել ինչ հավասարություն, բոլորի հավասարություն օրենքի առջև։ Համբերություն չունենք։ Ես չեմ ճանաչում հայերի, ովքեր համբերատար են։ Ես արագ ուզում եմ միլիոնատեր դառնամ։ Այդ թե ինչու մենք ունենք կամ երիտասարդներ, որոնք որ տարված են խաղամոլությամբ։ Այս կարգի խեղումները որտեղից են գալիս եւ արդյոք այսպիսի կեղծ արժեքների դեմ պայքար գոյություն ունի։ Մենք պետք է գտնենք մի ձև, որտեղ արժեքները դաստիարակվում են։ Լավ, մենք թուրքերի դեմ ինչի չկարեցանք ձևակերպենք այդ նույն արժեքը։ 91 թվականից ընտրեցինք ճանապարհ, որտեղ մարդուն ասեցինք, որ կյանքի իմաստն է լավ ապրելը, նյութական լավ ապրելը, ուրեմն դու պետք է գոյատևես։ Ինչ է նշանակում ունենալ ավելի իդեալական պատկերացումներ, առանց որոնց լուծման դու չես կարող կայանալ որպես ազգային պետություն, չես կարող պահել քո ազգային ինքնությունը։ Ինչ է արժեքը եւ ինչու է այն կարեւոր։ Պետք է գնանք դեպի Արիստոտելին, որովհետեւ նա ասում էր, որ մարդը քաղաքական կենդանի է, սոցիալական կենդանի է։ Դե սոցիալական կենդանին ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մարդը սոցիումից դուրս չի կարող ապրել, չի կարող գոյատևել եւ իրոք նյարդա կենսաբանությունը այսօր այդ հարցին միանշանակ պատասխան է տվել, որովհետեւ երբ որ մարդուն վտարում են կամ կա վտարման վտանգ, նույն կենտրոնն են ուղեղի սկսում աշխատել, որոնք որ պատասխանատու են ֆիզիկական ցավի համար, որովհետեւ պատմական է ձև է եկել, մարդու համար գոյատևումը կարեւոր է, իրան վտարեցիր, փաստորեն վտանգի տակ է, որ չի կարողանալու գոյատևել, բայց այդ սոցիումում ապրելու համար պետք են որոշ նորմաներ, պետք են ինչ-որ արժեքներ, որոնք որ բոլորի համար ընդունելի են, հա, ինչպես ենք մենք Սոկրատեսի այդ Տիմոսը, որը մենք ասում ենք կարևոր է, ինչպես ենք մենք հասկանալու, սա ճիշտ անել, սա սխալ անել, որն է ամոթ անել, որը ամոթ չի անել եւ այլն։ Բարձր որ ազգային ինքնության համարել սյուներից մեկը մենք խոսեցինք դրա մասին, արժե համակարգն է։ Ինչ արժե համակարգ ունի ազգը եւ ինչ կամով դա կարևոր է լինելու համատեղ գործնեության արդյունքում ստեղծել ազգային պետություն, պահել այդ ազգային պետությունը Եվ ամենօրյա մեր կյանքի որոշումները, որ մենք ընդունում ենք, մենք երևի չենք գիտակցում, որ հետևում ինչ-որ մի արժեք է, ինչ-որ արժեք պետք է լինի։ Բայց որոնք են այդ արժեքները, ինչպես են դրանք աշխատում, ոնց են ստեղծվել նույն այդ ազգային պետությունները եւ ինչպես հիմա այսօր այդ արժեքները նաեւ ազդում են ազգային ինքնության վրա։ Անցած հանգամ մենք խոսեցինք դրա մասին, որ լիբերալ պատկերացումը ազգային ինքնության մասին եւ ամենակարևոր արժեքներից մեկը դա լիբերալները եւ նեոլիբերալները դարձրին ազատությունը, որ մարդը պետք է ազատ լինի եւ սահմանեցին այնպես, որ եթե դու ազատ ես, ընտրում ես ինչ-որ մի բան անես, որը չի խանգարում ինչ-որ մեկին, այդտեղ է որ սահմանն անցնում։ Եթե չի խանգարում քո արածը, դու ազատ ես ընտրել անել են ինչ-որ անկախ նրանից թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Անկախ նրանից դու ազատ ես ընտրել ոչ միայն ատամի մածուկի բրենդը կամ կոշիկի բրենդը, դու ազատ ես ընտրել ազգային ինքնությունդ, դու ազատ ես ընտրել արժեքներդ, դու ազատ ես ընտրել նույնիսկ քո
սեռական, դա էլ կարաս, առավոտը արթնացար տղամարդ էր, երեկոյան զգացիր, որ կին էր եւ այլն եւ այլն։ Սա իհարկե ես չեմ ուզում ծաղրի ենթարկել, բայց ծայրահեղ ներկայացված ձևով հենց դրա մասին է խոսքը եւ պարզա որ նույն արևմուտքում կա զարգացում եւ մենք տեսնում ենք դա Միացյալ Նահանգներում, հիմա Եվրոպայում էլ, որը հակադրվում է դրան, հակադրվում է եւ գալիս է ավելի ավանդապաշտ ոնց որ ավանդույթներից, արժեքներից են խոսում եւ այլն եւ այլն։ Ինչու է դա տեղի ունենում, որովհետեւ եթե դու տանում ես միջև վերջի կետ հասցնում ես ազատությունը դնում ես ամենավերևում, դա նաեւ բերում է ֆրագմենտացիայի։ Այսինքն հասարակությունը ապրում է ֆրագմենտացիա։ Մենք բոլորս ունենք մեր ճշմարտությունը, ել չկան ազգային արժեքներ, որոնք որ մենք բոլորս առնչվում ենք, հա։ Կան, ես ունեմ իմ արժեքները եւ այլն, չի խանգարում քեզ, չէ՞։ Ես այս արժեքներով եմ ապրում։ Եվ դա շատ վտանգավոր է նաև ազգային պետությունը պահելու համար, որովհետև եթե մենք չունենք ընդհանուր արժեքներ, ինչպես ենք մենք ընդհանուր տարածքում գոյատևելու, ապրելու եւ այլն եւ այլն։ Սա շատ կարևոր խնդիր է եւ մեզ համար կարևոր է նրա համար, որ հայերը, ինչպես անցած ոդկասթում ասացինք, ապրում են տարբեր երկրներում, տարբեր մշակույթներում, ուրեմն տարբեր արժե համակարգերում եւ ինչպես է դա ազդում նաեւ Հայաստանում բնակվող հայության վրա, երիտասարդության վրա, ինչ արժեքներով են իրենք ապրում։ Տեսեք, մենք երկար ճանապարհ ենք անցել, ապրել ենք կայսրություններում, որտեղ այո, պետք է նմանվես Տիտղոսային ազգին, քո արժեքներով չհակադրվես իրենց արժեքներին, հա։ Այս խոտից ցածր պահես քեզ բանանս։ Եվ դա իհարկե դեֆորմացրել է այն արժե համակարգը, որը մենք ունեցել ենք քրիստոնեությունը ընդունելուց հետո։ Մյուս կարևոր դեֆորմացիայի պահը երևի եղավ խորհրդային միության ընթացքում, որտեղ հանրայինը եւ արժե համակարգը դաստիարակվում էր, հա, պետք է դաստիարակենք եւ այլն եւ այլն։ Ինչ որ հաջողությունների հասան, որովհետեւ մեծացավ մի քանի սերունդ, որոնք ինչ որ չափով այդ արժեքների կրող էին նաեւ։ Բայց եկավ 91 թիվը, 91 թվից ասին, որ ել մենք չենք դաստիարակում, դպրոցը չպետք է դաստիարակի, ով պետք է դաստիարակի ընտանիքը։ Ընտանիքն էլ իրանց գոյատևման հարցերով։ Փողոցը եւ սերիալները եւ այն արժեքները, որոնք որ իրանք ստանում էին այդ տեղերից։ Սա լրիվ տարբերվում է իմ պատկերացրածից եւ ես չինական օրինակով ասեմ դրա մասին։ Չինացիք ունեն շատ կարեւոր մի արժեք, որը կոչվում է սյաո, որը Կոնֆուցիոսի ստեղծած այդ էթիկայի հիմքում է։ Հանում ես այդ արժեքը եւ ամբողջ համակարգը փլուզվում է։ Որն է այդ արժեքը, սյաոն ինչն է։ Սյաոն դա ծնողների պաշտելն է։ Մենք ծնողների պարտքը միջև վերջ երբեք չենք կարողանալու վերադարձնել, դրա համար դու պետք է կյանքից ժամանակ, նույնիսկ իրենց կյանքից հետո էլ պետք է պահես այդ, որովհետև դու քո ճանապարհով պետք է բերես հպարտություն ծնողներիդ, հա, դու քո ճանապարհով դու նաև շարունակում ես։ Շատ կարևոր է եւ իրանք 24 պատմված ունեն, որոնք դպրոցից, մանկապարտեզից երեխաները ոնց որ ստանում են, ինչն է այդ արժեքը, ոնց է այդ արժեքը։ Եվ այդ արժեքի վրա, որովհետեւ դա փաստորեն կրող կառույց է, հա, ինչպես ասացինք, հանում ես այդ կառույցը եւ ամեն ինչ փլուզվում է, որովհետեւ այդտեղից գալիս է ոչ միայն իրենց ծնողներին, այլ պաշտում ես քեզնից բարձր գտնվող կայսրությունը, ի վերջո գալիս ես դեպի վերջում կայսրն է, հա։ Եվ այդ մնացել է իրանց մոտ։ Այո, իհարկե, դարերի ընթացքում նաեւ փոփոխություններ են տեղի ունեցել։ Չկա նույն մոտեցումը, երևի ինչ որ կար Կոնֆուցիոսի ժամանակ կամ մի քիչ ավելի ուշ դարերում։ Իրանք նույնիսկ թանգարան ունեն 12 մաշված կոշիկներն է։ Ինչու են կարևոր այդ կոշիկները, ինչ պատմվածք է դրա հետ։ Ուրեմն մայրը ծերանում է, ասում է՝ մի երազանք ունեի, բոլոր Չինաստանի քաղաքները տեսնեմ, տենց էլ չտեսա։ Տղերքը պետք է նստացնեն իրան սալի վրա եւ տանեն, ոտով տանեն, հասցնեն բոլոր տեղերը մայրի ցանկությունը, ուրեմն օրենք է։ Հա, հիմա մենք կարող ենք ասել, որ ինչու՞ չէ մեզ համար էլ ծնողները մեծ արժեք են, չէ՞։ Ի վերջո հին կտակարանի 5-րդ պատվիրանը դենց դրա մասին է։ Բայց տեսեք ինչ դեֆորմացիայի է ենթարկվել այդ արժեքը նույն Եվրոպայում, հա։ Ծնողները, երեխաները, նախ եւ առաջ այդ ֆրագմենտացիան բերել է նրան, որ ծնողները միշտ չի որ երեխաների հետ են ապրում, միշտ չի որ երեխաները նույնիսկ պատրաստ են լինել այնտեղ, որտեղ իրենց ծնողներն են, երբ որ արդեն ծերանում են ծնողները եւ այլն։ Եվ իհարկե մենք հասկանում ենք, որ արժեքները պահելու համար, պահպանելու համար
Դաստիարակելն է շատ կարևոր։ Առանց դաստիարակության դա չի լինում։ Դա պետք է դաստիարակվեն, արժեքները դաստիարակվում են եւ այդ արժեքներից շատ ու շատ բան է կախված, թե մեր ամենօրյա ինչ որ ընտրությունները, որ մենք անում ենք, մեր վարքագիծը եւ հարցը ցակում ինչպես ենք մենք հասկանում մարդը ինչպես է կողմորոշվում։ Դրա համար մասնագետները առաջարկում են բարոյական դիլեմա եւ փորձում են տեսնել մարդը ինչպես է կողմորոշվում։ Հետազոտությունը, որը անցկացվել է 150-ից ավել երկրներում, նույն հարցն է, նույն խնդրի շուրջ հարցը։ Պատկերացրեք, որ ձեզ համար մտերիմ մարդը ղեկին է, վարում է մեքենան, արդեն մութն է անգնում եւ չի նկատում մի հատ ծեր մարդ անցնում է փողոցը, վթար է տեղի ունենում, ինչ եղավ ծերունի հետ ինքը չգիտի, տարան հիվանդանոց, բայց զանգում է փաստաբանը այդ մտերիմ մարդու եւ ասում է, եթե դուք միակ ականատեսն եք, ոչ կամերա կար, ոչ մեկ փողոցում չկար, եթե դուք դատարանում ասեք, որ խախտվել է սահմանափակումը, արագության, ուրեմն լուրջ խնդիրներ է ունենալու ձեր մտերիմ մարդը, ձեզ համար մտերիմ մարդը։ Իսկ եթե ասեք, որ նորմայի մեջ էր արագությունը, առաջ էր գնում, ոչ մի խնդիր չի լինելու։ Եվ առաջարկում են մարդկանց ընտրել, դուք ինչ կանեիք։ Դարքի է, որ հյուսիսային երկրներում, սկանդինավյան երկրներում, Շվեյցարիայում, որտեղ կալվինիստական, ուրեմն կրոնական բանով արժեքները ձևավորված են, այնտեղ ասում են նշանակություն չունի ինչ կամ մոտ մարդը, եղբայրս էլ լինի, ծնողս էլ լինի, իրավունքը խախտել է, օրենքը խախտել է, ուրեմն պետք է պատասխանի դրա համար։ Ինչքան հարավ են գնում, անգամ ավելի հարաբերություններն են կարևոր։ Մոտիկ մարդու համար ինչ դատարանում ստել, օրենք չենք ճանաչում, մեզ համար հարաբերություններն են կարևոր։ Եթե մենք այդ հասկանում ենք, մենք հասկանում ենք ինչ կամով է դա կարևոր նաև արժեքների այդ համակարգը, ինչ ազդեցություն կարող է ունենա պետական շինության համար, հա։ Եթե մենք ունենք հասարակություն, որտեղ օրենքը կամ էլ կարևոր չի, էլ ինչ հավասարություն, բոլորի հավասարություն օրենքի առջև, հա։ Էլ ինչ ինստիտուտներ, որոնք որ ապահովում են այդ։ Եվ ոչ միայն դա։ Նույնիսկ անվտանգությունը ապահովով կամ արդարության մասին ասենք կամ կրթությունը բոլոր ոլորտներում, որտեղ կա հանրային շահ, դա կանտեսվի, որովհետև մենք հանրային շահին կգերադասենք մեր անձնական հարաբերությունները, որոնք որ կարևոր են մեր գոյատևման համար, մեզ համար ավելի կարևոր են։ Եվ 91 թվից ոչ միայն մենք ուրեմն ընտրեցինք ճանապարհ, որտեղ դաստիարակելը արժեքները դպրոցներից հեռացվեց, այլ նաև ընտրեցինք ճանապարհ, որտեղ մենք մարդուն ասացինք, որ քո կյանքի իմաստն է լավ ապրելը, նյութական լավ ապրելը, ուրեմն քո գոյատևումը այս շատ խիստ սոցիալ դարվինիզմի վիճակում դու պետք է գոյատևես։ Իսկ եթե ես պետք է գոյատևեմ, հանրային այդ շահը ինչ կապ ունի իմ գոյատևման հետ։ Ընդհանրապես խանգարող հանգամանք է։ Իսկ որ արժեքն է առաջի տեղը լինելու, արժեքը, որը որ մասնագետները ասում են, որ դա շատ է տարածված, շուկայական հարաբերությունները բերում են դրան նաև, դա պահանջի ակնթարթային բավարարումն է։ Ես արագ ուզում եմ միլիոնատեր դառնամ։ Այդ թե ինչու մենք ունենք կամ երիտասարդներ, որոնք որ տարված են խաղամոլությամբ, հա, որովհետև ես ուզում եմ արագ բոլոր իմ նյութական խնդիրները լուծեմ եւ տեսել եմ ինչպես է դա արվել, ինչ որ մեկը արագ լուծել է։ Կամ ուզում եմ օլիգարխ դառնամ, որովհետև տեսել եմ ինչպես է նա հարստացել այդ բոլոր խնդիրները լուծել է։ Սրանք իհարկե շատ վտանգավոր են ազգային ինքնության համար, որովհետև իրանք հարվածում են նաև ազգային պետության ստեղծելուն։ Ինչպես է դա աշխատում։ Տեսեք, Ստենֆորդում շատ հայտնի փորձ է անցկացվել 60-ական թվականներին երեխաներին հրավիրում են մեկ-մեկ սենյակ, որտեղ սեղանին դրված է թխվածքա բլիթ, հա։ Իր սիրած թխվածքա բլիթն է։ Եվ ասում են, եթե 5 րոպե համբերես, չհամտեսես, ուրեմն երկրորդն էլ է ստանալու։ Երեխան չգիտի, որ կամերա է աշխատում, նրձայնագրվում է, եւ մենք երբ որ նայում ենք տեսահոլովակները, մենք տեսնում ենք ինչ պայքար է տեղի ունենում, հա, երեխան դժվար է, ինքը ուզում է, բայց կան երեխաներ, որոնք որ համբերում են միջև վերջ եւ երկրորդը ստանում են, կան երեխաներ, որ չեն համբերում, բայց փորձը ինչու է հետարքիր, որ հետազոտողները հետևեցին, թե ինչ եղավ երեխաների հետ իրենց կյանքի ընթացքում 40 քանի տարի։ Այո, եւ վերադարձան, նայեցին եւ տեսան, որ նրանք, ովքեր որ ավելի համբերատար էին,
նրանք ավելի մեծ հաջողությունների հասան իրենց կյանքում, քան թե նրանք, որ տրվեցին այդ պահանջը ակնթարթային բավարարման բանին, հա, գայթակղությանը։ Սա շատ կարևոր է եւ ես կարամ օրինակ բերել իմ փորձից նախաբանը հետեւյալն է, երբ որ սկսվեց այդ անցումային ընթացքը նաեւ Ռուսաստանում շատ ցավալի ընթացք էր, շոկային թերապիա եւ այլն, դեպի շուկա, կոմունիստները Պրիմակովին ասում էին դու ես նախկինում կոմունիստ, ինչու չեն գնում չինական ճանապարհով, Չինաստանի ճանապարհով գնանք։ Ասում էր, խնդիր չունեմ գնանք Չինաստանի ճանապարհով, բայց դերդ կամ չեն չինացիք Ռուսաստանում, որ կարողանան գնալ Չինաստանի ճանապարհով։ Այսինքն ինչ էր ասում Պրիմակովը, կատակը ինչու՞մն է, որ արժե համակարգը այլ է։ Եվ ես դա տեսա 95 թվին, երբ որ առաջի անգամ գնացել էի Չինաստան, Nike ընկերության գործարաններում, խնդիր էր առաջացել, պահանջում էին աշխատավարձները բարձրացնել $1. $6 էր միջին աշխատավարձը չինացու, որը որ աշխատում էր գործարանում։ Ինձ ոչ միայն հետաքրքիր էր ոնց են իրանք գոյատևում $6, որովհետև ես այն ժամանակ չէի տեսնում որևէ մի երկիր նախկին խորհրդային, որտեղ նույնիսկ մարդիկ համաձայնվել $6 աշխատել։ Ես հարց եմ տալիս, քննարկում ենք, ասում, բայց $6 ոնց է գոյատևում, ասում են, ընտանիքը մեծ է, բոլորս աշխատում ենք, երեխաներն են աշխատում, բրինձ ենք առնում, բրինձով ապրում ենք, բայց համոզված ենք, որ մյուս սերունդը միջին աշխատավարձը կլինի 600։ Դա 95 թվին ինձ թվում էր 6-ից 600, ինչ որ չէ, հավանականությունը շատ ցածր է, բայց տեսեք, որ այդպես էլ եղավ։ Մյուս սերունդը եկավ, որովհետև իրանք այդ համբերատարությունը նաև արժեք է իրանց մոտ, համբերատար, աշխատել, գնալ դեպի նպատակ։ Ուրեմն մենք էլ պետք է հասկանանք, լավ, մեզ եթե խոսում ենք ազգային արժեքի մասին, ինչու է դա կարևոր, որ ազգային պետությունը պահպանվի, որովհետև առանց ազգային պետությանը մենք չենք պահպանի նաև ազգային ինքնությունը։ Համբերություն չունենք։ Միանշանակ, ես չեմ ճանաչում հայերի, ովքեր համբերատար են, որովհետև պետք է առնվազն չինացի լինի այդ հայը։ Քաղաքական դաշտում բոլոր տապալումները ըստ էության մենք արժանացանք դրան հենց այդ անհամբերության պահով, որովհետև ցանկացած քաղաքական ուժ ասում էր այ ընտրեք ինձ 1.5 օրում սաղ կանեմ, այսինքն ինձ տարիներ պետք չեն, ռեֆորմներ պետք չեն, համբերություն պետք չի, ցավագին փոփոխություններ պետք չեն, ուղղակի ճիշտ ընտրություն, քվեախցում եւ մեկ շաբաթ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Եվ մենք անընդհատ այդ փոცხին տրորել ենք։ Բայց եկեք փորձենք մոդելավորենք եւ հասկանանք լավ ինչ կարելի է անել։ Դուք պատկերացնում եք մեթոդաբանությունը։ Օրինակ, ես փորձեմ ձեզ օգնեմ։ Առաջին հերթին մենք պետք է բերենք իշխանության այն մարդկանց, ովքեր համբերատար են եւ ունեն արժե համակարգ, որը արդեն մուլտիպլիկատիվ էֆեկտով հեռուստատեսությամբ այդ նույն սերիալներով կտարածվի ողջ ժողովրդի վրա, թե դա ուղղակի իմպերատիվ գործառույթներ են, նույնիսկ դիկտատուրայի մակարդակի, երբ որ փոքր տարիքից պետք է սերմանենք արժեքներ, հարգանք դեպի մեծի, հարգանք դեպի այլոց աշխատանքի եւ այլն։ Այդ հարցի պատասխանը դժվար է, որովհետև մենք պետք է որոշենք, որ ճանապարհով մենք կարողանանք ոչ միայն իրական այդ արժեքները, որոնք որ կարևոր են ազգային պետությունը պահպանելու եւ զարգացնելու համար, ուժեղացնել, իսկ այն արժեքները, որոնք որ խանգարում են, չեզոքացնել եւ նույնիսկ մեր արժեհամակարգից նույնիսկ երևի դուրս բերել, որովհետև կան արժեքներ, որոնք որ նպաստում են, կան արժեքներ, որոնք որ խանգարում են։ Խնդրում եմ այդ կլիշեները մի քանիսը նշեք, որոնք շատ վտանգավոր են։ Առաջնորդի խնդիրը ինչու՞մն է։ Առաջնորդի խնդիրն անում է հասկանալ ոչ միայն ուր ենք մենք գնում, այդ նավահանգիստը որտեղ է, բայց նաև հասկանալ լավ այդ ճանապարհին որ արժեքները մեզ խանգարող արժեքներ են, իսկ որ արժեքները նպաստելու են, որ մենք հասնենք այդ մեր նպատակներին։ Սա է առաջնորդի խնդիրը։ Հիմա ինքը պետք է դա անի դիկտատուրայի ձեր ասած միջոցով դաստիարակել, փայտով դաստիարակելով, թե պետք է լինի սեփական օրինակով։ Սեփական օրինակով, այդ ամենը կախված է մշակույթում ինչն է լինելու ավելի ազդեցիկ։ Հա, մշակույթը ինչն է ընդունում։ Մենք ընդունում ենք դիկտատորի, մենք ընդունում ենք մարդու, որը մեզ ասում է, ես պետք է անեք այլապես փայտ, թե մենք ընդունում ենք, երբ որ մենք ունենք այդ ընտրության հնարավորությունը, բայց նաև հասկանում ենք, որ կա ամոթը, հանրային ամոթը կա։
Սա շատ հետաքրքիր խնդիր է, պատմեմ ձեզ մի փորձի մասին, որ ես անցկացրել եմ։ Ես դա այդ փորձը ուղղակի ստեղծեցի իմ տեսածից Գերմանիայում։ Ուրեմն տոների ժամանակ, դա Սուրբ Ծնունդի տոների ժամանակ էր մի անգամ Գերմանիայում էր եւ բարձրահարկ շենքում էի բնակվում։ Վերելակում տեսա, որ ինչ որ մեկը դրել էր զամբյուղ, ուրեմն քաղցրավենիքով։ Եվ ինձ հետաքրքիր էր, լավ էս քաղցրավենիքը ինչքան արագ կսպառվի եւ ինչ ալնելու ընդհանրապես։ Ի զարմանք ինձ մյուս օրը երկրորդ զամբյուղը ավելացավ։ Այն մեկը լրացրին, մի երկրորդ զամբյուղը ավելացավ։ Եվ ես հարցնում եի գերմանացիներին ոնց է, ինչ է, իրանք ասում են նույնիսկ պատերազմից հետո, երբ որ շատ ծանր էր իրավիճակը, տնտեսական եւ մարդիկ նույնիսկ ալուրի խնդիր ունեին, միևնույն է, թխում էին փողոցում բաժանում էին բոլորին, որովհետեւ դա արժեք է, շատ կարեւոր արժեք է հիմա։ Ասի լավ, ես Երևանում մեր վերելակում տեղադրեմ, տեսնեմ ինչ տեղի կունենա։ Ես գիտեի, որ զամբյուղը երկար չի մնա, բայց ինձ հետաքրքիր էր ինչքան երկար կմնա։ Հատուկ ընտրեցի այն ժամանակ, երբ որ ամենածանրաբեռված առավոտյան ժամն է, տեղադրեցի զամբյուղը, սպասում եմ, ուղիղ 40 րոպե հետո զամբյուղը, ամբողջ զամբյուղը, այսինքն մեկը ինչ որ վերցրել։ Իսկ ոչ թե միայն քաղցրավենիք։ Ոչ, ամբողջ զամբյուղը տարել էր։ Ուրեմն ինչու է սա կարևոր։ Կներեք, իսկ դուք երկրորդ անգամ փորձեցիք այն տեղադրել։ Չէ, արդեն երկրորդ անգամի համար էնտուզիազմը պակասեց։ Պակասեց։ Ես հասկանում եի, որ միևնույնն է վերցնելու ինձ համար կարևոր է ժամանակը, հա։ Եվ ինչու է ընտրել հենց այդ ժամանակը, երբ որ ծանրաբեռնված է, որովհետև ժամանակը քիչ է, հա, որ դա անես կամ այլ մարդիկ կան եւ այլն եւ այլն։ Արագ պետք է կողմնորոշվես։ Արագ պետք է, մենակ պետք է լինես, որ կողմնորոշվես։ Բայց կողմնորոշվում ես, ինչու, որովհետև դու քո անձնական շահերը, իմ երեխայի, չնայած շենքում ապրում են մարդիկ, որոնք որ փոստան նույն խավից են, չի ասի, որ շատ հարուստ են, շատ չքավոր են, բոլորը մոտավորապես նույնն է։ Այսինքն այլ երեխաներին ես կարամ զրկեմ իմ երեխայի համար կամ իմ բարեկամների։ Ես ինչ եմ անում, ինչ որ արժեքն է ինձ համար կարևոր, իմ անձնական գոյատևումը ես թքած ունեմ մնացածների վրա, հանրայինի վրա, ես իմն եմ կարևորում։ Եվ երբ որ դա տեղի ունենում, դա դժվարացնում է իհարկե բոլոր, ասում եմ, այլ ինստիտուտները, որոնք որ պետության համար, կայացած պետության համար կարևոր են, դա լինի անվտանգության հետ կապված, որովհետև հանրային շահ է, դա լինի կրթությունը ինչու՞ չէ, կամ լինի բնապաշտպանությունը, բոլոր այն ոլորտները, որտեղ որ կա հանրայինը, այսինքն անտեսվելու են, մարդկանց համար կարևոր չեն։ Եվ եթե կարևոր չեն, դա վտանգ է, չէ, ազգային պետության համար, այդ շատ կարևոր մի բան է։ Հիմա ինչ պետք է արվի, ես համոզված եմ, որ մենք պետք է վերադառնանք, մենք պետք է դաստիարակենք։ Միգուցե մենք չպետք է անենք դա այնպես, ինչպես չինացիք են անում, բայց մենք պետք է գտնենք մի ձև, որտեղ արժեքները դաստիարակվում են, եւ հանրային շահը այդ արժեքներից մեկն է։ Երբ որ մարդը չի տալիս իր հարկերը, անտեսում է նաև հանրայինը, չէ։ Եվ ինչքան էլ առաջնորդը ասի, որ դուք հերոս եք, երբ որ դուք տալիս եք հարկերը, դա հիմարություն է, որովհետև բոլորը պետք է տան։ Հարկեր վճարելը տհաճ է բոլորի համար։ Ես ավելի լավ օրինակ կարող եմ բերել, վերջերս հետազոտություն եղավ, որտեղ 90% հարցվածների, բնակչության հարցվածներից ասացին, որ ամենավստահելի կառույցը բանակն է։ Եվ միևնույն ժամանակ 87%-ը, եթե չեմ սխալվում, չէր ցանկանա, որ իր մտերիմը եղբայրը ծառայի զինված ուժերում։ Այս կարգի խեղումները որտեղից են գալիս եւ արդյոք այսպիսի կեղծ արժեքների դեմ պայքար գոյություն ունի։ Այդ հարցմանը ես ծանոթ եմ, այո, կա ճեղք, հա, ուրեմն դու հայտարարում ես մի արժեքներ, դու կենաց ես խմում, որ ոնց որ այդ արժեքներն են, եւ դրսից մարդը կարա գա, ասի, ահա, սրանք են հայկական իրական արժեքները, բայց դա այդպես չի, որովհետեւ իրական արժեքները դու տեսնում ես, երբ որ ինքը ընտրում է, երբ որ ինքը պետք է ընտրի, իմ տղան գնա ծառայի բանակում, ես գնամ ծառային բանակում, թե չէ։ Այդտեղ է որ տեսնում ես այդ արժեքը իրական է, թե չէ։ Այդտեղ է։ Եվ ճեղք կա իրական արժեքների եւ հայտարարված, սա միայն Հայաստանում տեղի չի ունենում։ Սա այլ երկրներում էլ կա, մարդը մի բան հայտարարում է, մի ուրիշ բան անում է։ Սրա դեմ պայքար գոյություն ունի։ Մենք այսպես կոչված ամոթի մշակույթ ենք։ Ամոթի մշակույթը ինչ է նշանակում։ Ամոթի մշակույթը նշանակում է, որ ես կարամ նույնիսկ խախտեմ արժեքներով, նորմաները չանեմ, եթե ոչ մեկ չի տեսնում դա։
Եթե ոչ մեկ չի տեսնում, եթե ոչ մեկ ամոթով չի տալու, որ ես այդ արեցի։ Ես կարամ գլանակը գցեմ մայթին, որովհետև դա հանրային է, դա իմը չի։ Ես ամեն օր դուրս եմ գալիս շենքի մուտքի մոտ, տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ծխել է գլանակը գցել է։ Ինչ է մտածում այդ մարդը։ Ես ուզում եմ հասկանամ ինչ արժեքներ ունի այդ։ Փորձեմ պաշտպանվել։ Դուք ասացիք, որ Սկանդինավիայում մեծամասնությունը ասում է ես կմատնեմ իմ ընկերոջը, որը գերազանցել է արագությունը։ Իրանք մատնել բառը չեն օգտագործում։ Իրանք ասում են օրենքը օրենք է։ Օրենքը։ Ինչով են առաջնորդվում այդ մարդիկ, երբ որ իրենց հարազատին օրենքի առաջ են կանգնացնում։ Ես մի քիչ հարավ, իջնեմ Սկանդինավիայից, Հոլանդիայի բանով, որովհետև դա պատմություն է։ Տեսեք, իրանց մոտ ինչպես է արժեքը, հանրային արժեքը եւ օրենքի արժեվ լինել հավասար դա հանրային արժեք է, ինչպես է ձևավորվել։ Որովհետեւ հոլանդացիների համար պատմական դա գոյատևման խնդիր է եղել։ Ես կարող եմ ատեմ իմ հարևանին, ես կարող եմ խնդիրներ ունեմ իմ հարևանի հետ, բայց ես հասկանում եմ, որ պահը գալիս, երբ որ ես իմ հարևանի հետ եւ բոլոր հարևանների հետ միասին պետքա դուրս գամ եւ այդ ջրի դեմ առնեմ։ Մենք պետք է կամ պետք է փորենք կամ ինչ որ լուծում տանք այդ հարցերին, հա։ Չտվեցինք, ամբողջ յուղը հայտնվելու է։ Լավ, մենք թուրքերի դեմ ինչի չկարեցանք ձևակերպենք այդ նույն արժեքը։ Գոնե այդ մեկը։ Դա բանում է տեղի ունենում, դա հերոյ է, մենք հիմա դա հերոյ է ուղղակի։ Դա հերոյ է, ինձ չի վերաբերվում, Տավուշը ստեղ է, մենք բանում Արարատի մարզում ենք։ Այսինքն ջուրը այստեղ է եւ կծածկի ամբողջ գյուղը, իսկ թուրքը հերվում է։ Էս է խնդիրը։ Ինձնից ամենայն դեպս հերոյ է։ Դե ինձնից դեռ հերոյ է, ես ապրում եմ Բյուզանդիայում կայսրությունում, ինձնից հերոյ է, դեռ մեզ չի վերաբերվում, մեզ վերաբերվող հարց չի, հա, մենք չենք կարող։ Բայց եթե մենք նայենք հայոց պատմության այդ մոբիլիզացիոն պայերը երբ են եղել, այո, երբ որ դու վտանգված ես, դա բերում է համախմբմանը։ Բայց ինչքան դու կարող ես մնաս համախմբված, սպառնալիքը հեռացավ, կարող ես պահել այդ թե էլի գզվրտոց ես։ Իսկ հոլանդացիք պետք է պահեն, որովհետև դա նաև պետք է սպասարկես, հա, բանը կառուցել ես։ Դամբը Կառուցել ես, պետք է սպասարկես, պետք է հոգաս, որովհետև եթե չանես, էլի վտանգ կա։ Եվ իրանք տեսել են այդ վտանգի արդյունքները, հա, ամբողջ տարածքները ջրով ծածկված։ Դրա համար իրանց մոտ այդ համախմբվել եւ համատեղ գործունեություն ծավալել ինչ որ նպատակի համար ձևավորվել է պատմական նաեւ բնության ազդեցության տակ։ Դա պետքա լինի ամենակարևոր արժեքներից մեկը, որպեսզի պետությունը կայանա։ Առանց դրա չի լինում պետություն։ Մեր սերունդը արժեքներ սերմանելու տեսանկյունից կորուսյալ սերունդ է, արդեն հնարավոր չի մեզ այդ արժեքները սերմանել, այո ոչ եւ հաջորդ հարցը ինչու բնականաբար, եթե մենք փորձում ենք մեր ազգում գրագետ ճիշտ արժեքներ սերմանել, միանշանակ դա արվում է նախադպրոցական տարիքից, ավելի շուտ երևի նույնիսկ եւ միգուցե նույնիսկ ավելի շուտ մենք շանս ունենք դա անելու, եթե ես հիմա որպես ծնող եմ ասում, եթե մենք նույնիսկ թույլ չենք տալի, որ մեր երեխաները իրենց դասարանը մաքրեն, ինչպես որ անում են ճապոնացիք եւ չինացիք, այլ վարձում ենք ինչ որ X կին, որովհետեւ դե մեր երեխան եթե աղջիկա պրինցեսա է, եթե տղա է թագավոր է, ոնց կողապատայի մեր երեխան դասարանը մաքրի։ Եվ այդ երեխան միգուցե պրիմիտիվ օրինակ է։ Գլանակը գցի մայթին։ Այո, որովհետև մեկը կգա կմաքրի, չէ։ Ես չեմ կարծում, որ երբևէ ուշ է այդ ամենը սկսել։ Այսինքն դուք հավատում եք, որ նույնիսկ ուշ տարի։ Այստեղ կարևոր է ինչպես է ձևակերպում քաղաքական էլիտայի մոտ մոտեցումը, եւ ինչ որ ամերիկացի կոչում են role model, հա։ Մենք ինչին ենք հետևում, ում ենք ուզում նմանվենք, երեխան մանկուց ուզում նմանվի, չէ, մեծանալու բան եք ասում։ Միգուցե ողբերգությունը հենց այնտեղ է, որ Հայաստանում չեն ապրում մարդիկ, ովքեր կարող են role model լինել առհասարակ, քաղաքական դաշտում, ստեղծագործական, առհասարակ։ Բոլորն են վարկաբեկված։ Դժվար է պատկերացնել, որ չլինեն role model-ներ, այլ հարց թե ինչպես է այդ role model-ը առաջի բան բերվում, հա, որ բոլորը սկսեն հետևեն եւ դա դառնում է, չէ, դա հնարավոր է, դա մեդիան պետք է աշխատի բոլոր, բայց առաջինը պետք է առաջնորդությունը պետք է, չէ, գիտակցի համար մեկը եւ ինքը իր
օրինակով պետք է ցուցաբերի, որ դա այդպես է, ինչպես անում էր Lee Kuan Yew։ Եվ շատ այլ օրինակներով կարանք դա բերենք, պետք է քո օրինակով ցույց տաս, որ դու ապրում ես։ Կառավարական դաչա չգնաց, մնաց իր նույն տեղը եւ այն հարցին թափանցիկություն մի կես տարի բաց լինեն բառները, բայց հետո ասես, անվտանգության հարցերով նորից փակում ենք եւ ավելի վատ է փակված եւ բերում ես լցնում ես ոստիկանությունը օր ու ցերեկ, որ իրանք վերահսկեն տարածքը։ Իհարկե դա չի ստեղծում այն վստահությունը արժեքների արժե, որոնք որ քարոզվում են։ Ոստեղ է որ այդ ճեղքը սկսվում է, որովհետեւ դու մի բան ասում ես, մի այլ ձև ապրում ես եւ բոլորը տեսնում են որ դա այդպես է։ Եկեք այս վտանգից խոսենք, մենք վերջերս միասին համատեղ երիտասարդների հետ ենք աշխատել եւ կա մի բան, որը ինձ իսկապես վախեցնում է, երիտասարդները այս կամ այն քայլին գնալու համար, որը բնականաբար ինչ որ գումար կամ կարիերային հեռանկար է խոստանում, առանձնապես չեն հետաքրքրվում թե ինչ մեթոդաբանությամբ է դա արվում եւ ինչ հետևանքներ կարող է բերել։ Դե դա էլ սկիզբը նորից պետք է գնանք այդ պահանջի ակնթարթային բավարարման։ Այսինքն գալիս եք ակնթարթային պահանջմունքների բավարարման խնդրին։ Եվ բավարարելու համար բոլոր եղանակները, բոլոր մոտեցումները կարևոր են։ Եվ այստեղ շատ կարևոր է, մենք խոսեցինք մի փոքր դեֆորմացիայի մասին, քանի որ մենք եղել ենք եւ դեռ մնում ենք մեծ հաշվով հարաբերությունների, մեզ համար հարաբերություններ կարևոր։ Այն դիլեմայի, որի մասին խոսեցի, ոչ անգամ օրենքը ինչ կամ հարաբերությունները։ Այստեղ սկսվում են ուրեմն ոչ թե դեֆորմացիա, այլ լրիվ սկսվում է քանդվել նույնիսկ այդ արժեքներն են սկսում կարող։ Որովհետև ինձ համար կարևոր են միայն շատ փոքր օղակում գտնվող երկարատև հարաբերություններ ունեցող ինձ այդ մարդիկ։ Ովքեր որ այդ օղակից դուրս են, հարաբերությունները կարևոր չեն։ Ես ամեն ինչ կարող եմ անել, ես բոլոր կամուրջները կարող եմ այրել, կարևոր չի ինչ կլինի մեր հարաբերությունների հետ, որովհետև ինձ համար կարևոր է ես ինչ ունեմ ստանալու այս պահին։ Դա էլ շատ վտանգավոր մոտեցում է, որովհետև մենք կորցնում ենք այդ հանրային, եթե բոլորն են այդպես վարվում, ոչ վստահություն կա իրար հանդեպ, հա, ոչ վստահություն կա, որ այլ արժեքները աշխատում են, հա։ Աշխատում է միայն շատ կոշտ սոցիալ դարվինիզմի բանը, ես պետքա գոյատևեմ, դրա համար ինձ համար էսա կարևոր։ Ես ունեմ պահանջներ, բոլոր այդ պահանջները նյութական են, եթե մեծ հաշվով նայենք, ուրեմն դրանք բավարարելու համար ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն ինչ էլ կարամ անել։ Ինձ թերևս մնում է ձեզ տալ վերջին հարցը արժեքների մասին, մենք հաճախ խոսել ենք եթերից դուրս համընդհանուր արժեհամակարգ, համընդհանուր բարօրություն, այդ common good-ի բացակայությունը մեզանում հայերիս մոտ, դա գալիս է նրանից, որ քիչ ենք ընթերցանությամբ զբաղվում եւ լավ չենք հասկանում, որ կյանքը բումերանգ է, թե այլ պատճառներ կան։ Չէ, կան այլ պատճառներ նաև, որովհետև դա միայն տեսության հետ ծանոթությունից չի գալիս, հա, դա խորը արմատներ ունի, ինչպես ասացի, մենք ապրել ենք կայսրություններում, իսկ կայսրություններում հանրայինը ոնց որ քո շահ չի կարող լինել, որովհետև հանրայինը դա կայսրությանն է, այլ պետությանն է, քո համար կարևոր է քո գոյատևումը, քո ընտանիքի գոյատևումը, դու ոնց որ ավելի այս ռոպեական ես եւ այն ինչ որ ես ասացի 91 թվին բաց թողված այդ հնարավորությունը ինչու՞ն էր, որ փոխարեն մենք ունենայինք առաջնորդներ, որոնք որ կասեն, սա պետքա փոխվի, սա պետքա նորից բանեղնի, մենք ունեցանք մի բան, դուք այդպիսինն եք, դրա համար մենք առաջարկում ենք նույն ձևով շարունակենք։ Մենք վաճառական ազգ ենք, զբաղվեք ձեր գոյատևման հարցերով եւ այլն եւ այլն։ Բայց որտեղ է պետությունը այստեղ այդ հարցում։ Պետությունը եւ մենք կարանք ասենք մեր պետությունն էլ չունեինք այդ պրոտոպետություն էր, հա, բայց առաջնորդությունից շատ բաներ կախված, որովհետեւ եթե անտեսվում է հանրային շահ, անտեսվում է կամ մենք գերադասում ենք մեր անձնական շահերը, դա բերում է դրան, որ պետությունը ուղղակի չի կայանում, տեսեք foreign policy ճանաչված այդ ժամանակին ինդեքսը, որը կոչվում էր կործանված պետություններ, հա, մենք կարող ենք գնալ այդ ճանապարհով։ Մենք պետք է հասկանանք, եթե մեզ համար հանրային շահը մեկն է կամ այլ շահերը, որոնց շուրջ պետքա ձևավորվի սկզբից էլիտայի մոտ կոնսենսուս, հետո էլիտան պետքա գտնի եղանակները, ինչպես անի այնպես, որ հանրության համար էլ դրանք դառնան կարևորագույն։ Ոչ թե որտեղ հաց այնտեղ կաց,
ոչ տեղ որտեղ հաց այնտեղ հայ, հա։ Ավելի լավ դեր։ Չէ, այլ ինչպես անել, որ երբ որ մենք մարդկանց ասում ենք, որ ձեր նպատակն է լավ ապրելը, միգուցե մեր առաջնորդները, այսօրվա առաջնորդները չեն գիտակցում, որ դրա հիմքում նաև արժեքները եւ իրենք միևնույնն է տանում են նույն ուրեմն միայն նյութական արժեքային բանով, հա, նյութական պետք է լավ ապրեն, չէ, սպառողական մշակույթին եւ դա տանում է նրան, որ բոլոր այլ արժեքները իմաստ չունի դրանց մասին խոսելը, որովհետեւ սա է իմ արժեքը, սա է իմ կյանքի իմաստը, այս սա պետքա փոխվի։ Ես չեմ ասում, որ պետքա մենք սավառնորայի նման պետքա դեմ լինենք նյութապաշտության եւ այլն։ Ես ասում եմ, որ պետք է մենք գտնենք բալանսը, որտեղ դու հասկանում ես նյութի կարևորությունը եւ հասկանում ես ինչ է նշանակում ունենալ ինչ որ ավելի իդեալական պատկերացումներ, կարևոր խնդիրներ, առանց որոնց լուծման դու չես կարող կայանալ որպես ազգային պետություն, չես կարող պահել քո ազգային ինքնությունը։